Հայաստանյան նորարարության ալիքը հասել է մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Թավուշից, Շիրակից եւ Գեղարքունիքից մեկտեղված պատանիների թիմը Արմաթ ինժեներական լաբորատորիաների սաները մասնակցել են ԱՄՆ-ում անցկացվող հեղինակավոր ռոբոտաշինական մրցույթին։ Մարտի 6-ից 9-ը մասնակցեցինք ԱՄՆ-ում First Robotics մրցույթին, որտեղ մեր թիմը կարողացավ հաղթահարել որոշակի բարդություններ եւ արժանացանք լավագույն սկսնակ թիմ անվանակարգում մրցանակի, ինչի արդյունքում հրավեր ստացանք արդեն աշխարհի խաղերին եզրափակիչ փուլին Հյուսթոնում այս անգամ կայանալիք մրցույթին։ Իրենց ջանքերի, գիտելիքի ու թիմային աշխատանքի շնորհիվ նրանք անցել են մրցույթի ամենաբարդ հատվածներից մեկը՝ նախնական փուլերը եւ արդեն պատրաստվում են մեծ եզրափակչին։ Մարտական ենք տրամադրված, փորձում ենք անել հնարավորինս ամեն ինչ ռոբոտը ել ավելի արագ դարձնելու ու մրցույթում լավագույնս հանդես գալու համար։ Դժվարությունները հիմնականում պայմանավորված էին ռեսուրսների պակասով եւ ժամանակով, բայց կարծում եմ մեր սուղ ժամանակային ռեսուրսների պայմաններում մենք կարողացանք ստանալ առավելագույնը։ Միջազգային հարթակում թիմը ներկայանալու է յուրօրինակ ռոբոտով, որը մրցույթի ընթացքում պետք է կատարի 3 խիստ տեխնիկական վարժություն։ Ռոբոտը, որպես արդյունք ստեղծարարության, ծրագրավորման եւ մեխանիկական հմտությունների միաձուլման, միավորում է մարզերից եկած պատանիների գաղափարները մեկ ամբողջական համակարգում։ Ակնկալիքները շատ մեծ են, շատ լավ ենք պատրաստված մրցույթին, ունենք մտադրություն, որ պետք է հաղթենք, հա։ Իմ դերը թիմի մեջ դա վարորդն է, հա, թաթիկի կառավարման մասն եմ կատարում։ Դժվարությունները մեկն էր, պետք է սովորեինք ճիշտ վարել, ճիշտ ժամանակին գործողությունները կատարել եւ խոճապի չմատնվել։ Մրցույթի եզրափակիչ փուլին ընդառաջ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Ընտրված վայրն էլ պատահական չէ՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որտեղ ստեղծվել են անհրաժեշտ պայմանները մարզումների, փորձարկումների եւ թիմային համակենտրոնացման համար։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում Արմաթ ինժեներական լաբորատորիայի ներդնումը դա կարևոր փաստ էր մեր վարժանի սաների համար եւ ասեմ ձեզ, որ ինքը բավականին նպաստում է նրանց կրթության եւ մտածողության ձևավորման գործընթացում, հատկապես Արմաթի ինժեներական լաբորատորիան մեր սաներին տալիս է համալիր ինժեներական մտածողություն, զարգացնում եւ ձևավորում է այդ մտածողությունը։ Սաների ներգրավվածությունը ինժեներական լաբորատորիային բավականին մեծ է, քանակությամբ մեծ է, մասնակցում են մոտավորապես 30-ի կարգի սաներ։ Նախապատրաստական աշխատանքներին մասնակցում են նաև վարժարանի 2 սաներ, նրանք աջակցում են թիմին թե տեխնիկական խնդիրների լուծման մեջ եւ թե կազմակերպչական հարցերում։ Իմ ակնկալիքը թվում այն է, որպեսզի կարողանանք մենք ավելի ինժեներական լուծումներն ավելի լավ լինեն ու ավելի ֆունկցիոնալ լինի մեր ռոբոտը։ Այնտեղ մրցումներին մասնակցելու նպատակն այն է, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի անունը եւս մեկ անգամ բարձր պահել եւ ավելի մենք ինքներս մեզ համար ավելի բարձր հաջողությունների հասնենք։ Այս պատանիները ապացուցում են, որ տեխնոլոգիաները ստեղծելու համար մեծ քաղաքներում ապրելը պարտադիր չէ։ Նորարար միտքը սահմաններ չունի, իսկ մոտիվացված թիմը կարող է հասնել աշխարհի ամենահեղինակավոր հարթակներին։ Վստահ են, իրենց նպատակը հաղթանակն է։ Հայաստանի անունը կհնչի Հյուսթոնում շնորհիվ մարզերում ծնված եւ ձևավորված պայծառ մտքերի։